Անցած ամսի 28-ին ծանոթ սագրի համաձայն պետք է ներկայանա Արմավիրի քննչական բաժանում։ Առավոտյան արթնացել եմ, տեսել եմ առավոտյան 10:30 պետք է ներկայանայի, տեսա ժամը 11-ն է, ծանոթագրի հեռախոսահամար նայեցի, զանգեցի, ասեցի քննած եմ մնացել, էլի կարող եմ հիմա այցելել։ Ասեց ժամը 4-ին հարմար է, ասեցի հա։ Ժամը 4-ին գնացի հերթապահ ոստիկանը, որով պետք է թույլ տա ներս մտնել, զանգեց ասեց, որ քեզ չեն ընդունում, գնա։ Ես անմիջապես զանգեցի մարդու իրավունքներ, ասեցի, քանի որ նախկինում էլ 2021 թվականի միջադեպ եղել, որ տարեց այցել են դրա շուրջ քրեական գործ կառուցված, ցանկացել եմ խուսափել ոստիկանության հետ, ու գիտակցել եմ, եթե չներկայանամ, բերման կուղարկեմ, որը ոստիկանության միջոցով է իրականացվում։ Մարդու իրավունքներին անմիջապես հենց քննչականի դիմացից այդ մասին տեղեկացրել եմ, զանգել։ Դրանից հետո գնացել եմ տուն եւ առավոտյան ժամը մոտ 10:30-ի սահմանում կինս կնից զեն տվեց, հեռախոս տվեց, ասեց ոստիկանությունից են իջեն ուզում։ Խոսացի, վերկեցա, դուռը բացեցի, ներս հրավիրեցի, նույնիսկ կնոջս ասեցի սուրճը ուրա սիրեց։ Այդ ընթացքում ոստիկաններից մեկը անընդհատ դուրս էր գալիս, հեռախոսով խոսում, նորից գալիս ու կոֆեն ես խմեցի վերջացա, մոտեցա դռանը, ասեցի դե խմեք դուրս գանք։ Այդ ընթացքում դուռը արդեն կողպված չէր ուղղակի ծածկացել։ Մի խումբ ոստիկաններ ներս են մտել ու ինձ ուշքի հրավեր պարկասնելով գետնին, որպեսզի կանդալեն տանեն։ Ես տեսա ձայնագրության մեր չերևում ասում եմ, ինչի համար եք ուզեմ կանդալեք, երբ որ ես գալիս եմ։ Եվ այդ ժամանակ եմ բռնության ենթարկում, հետո ձեռքերս կանդալած տանում են ոստիկանության բաժանմունք, համանքային ոստիկանության բաժինը, ոտքերս էլ են կանդալում, սկոչով, լայն սկոչով բերանս կապում և քացիներով բանով սկսում են հարվածել, քանի որ այդ ընթացքում ոնց որ ցած փսկելու վայրանդ կիսահեկ տայի, բանը չէի կերել։ Պաշտոնավորներից մեկը նկատում է, որ խեղդվում եմ, քթիս միջնապատն է ջարդված է, չէի կարող լիարժեք քթուվը շնչել։ Հրանգում է, որպեսզի չհարվածեն, ասել եմ մեռը մնաց վրեկներս չխփեք ու սկոչը քանդում են, գցում են սեղանի տակ գտնվող աղբամանի մեջ, գուլոլում գցում են, որը աղբամանը դատարկ էր։ Հետո մինչև մոտ ժամը 4-5 երեկոյան պահել են, տարել են քննչական բաժին, կնոջս եմ ոստիկանության դիմաց ասել, որ ասա թող մարդու իրավունքների զանգի, թող իրանք սկորի ուղարկեն, որպեսզի սկորին կանչը գրանցվի, որը չի եկել, տարել են քննչական բաժին, քննիչի մոտ բերմանի արձանագրության մեջ գրառում եմ կատարել, քանի որ դեմքս տեսանելի էր քննիչի համար, գլուխս ամբողջությամբ։ Քննիչը տեսախցիկը այդ դրդապատճառով չի միացրել, իր կոլեգան խորհուրդ տվեց, որ պետք է միացնի, իմ տրամաբանման բելի։ Ես գրառում կատարեցի, որ շտապ օգնություն կանչեք, դուրս եկավ դուրս, կարծում եմ պետի մոտ երևի, եկավ, ասես դու գնա ձեր տունից շտապ օգնություն կանչես։ Ես դուրս եմ եկել, տաքսի եմ նստել մոտակայքից։ Նույնիսկ տուալետ եմ ուզեցել գնա, ձեռքերս այդպես կանդալած, ասել են մեջքիս հետևից կանդալած, ասել են այդպես գնաս։ Ես գնացել եմ տուն, կինը շտապ օգնություն ա կանչել, եկել են սրսկել, բան գնացել, կնոջս թելադրել եմ ամբողջությամբ գրել է տեղի ունեցածի վերաբերյալ, որը մարդու իրավունքների ցուցումով նաև նկարել եմ WhatsApp-ով ուղարկել, որպեսզի ավելի շուտ հասնի, որտեղ նշել եմ կոնկրետ, որպեսզի չկարողանան ասեն ապացույցների այդ բազմիցս նայել եմ նման դեպքեր, որ չեն կարողանում ապացուցել, ես նշել եմ նույնիսկ շկոչներ իմ մազրս վրա, քանի որ գլխովս պատտել էին։
Այս ինչ հարկում, այս ինչ սենյակում աղբամանի մեջ գցած անմիջապես, եթե ներքին կարգով հրանք չլինի դա վերացնեն 100%-ով մեջն է, քանի որ աղբամանը ամբողջությամբ դատարկ էր, որ ուղղակի ամփոփություն է եղել իր կողմից, որ չեն կարողացել այդ հանգամանքը կոսկել։ Եվ դիմել եմ պաշտպանից Արա Ղարաբերդյանին։ Դուք նշեցիք, որ երբ բռնության էին ենթարկում ձեզ, ասում եք, ես միևնույն է ինքնական գարես եմ, ինչու եք բռնություն կիրառում, ինչ էին արձագանքում, որևէ հիմնավորում կար։ Ոչ, շարունակությունը կա եւ ուղղակի պահանջն է, որ թող ձեռքերդ կանդալենք։ Ես էլ ասում եմ, ինչի համար կանդալեք, ես որ համաբուր գալիս եմ, թողեք գալիս եմ, ու այնտեղ այն կադր կա, որ դոշիցը sense աժդահամարդ սխման այս տպավորությունն է, որ կամ նման դեպքում նման արար գործում են, երբ որ մարդ սիրտը կանգ առել կամ հետ բերեն կամ ուզում են սպանեն։